Հրապարակը գրում է Մարտուն Գրիգորյանի թիմին զուգահեռ իշխանությունն աշխատանքներ է տանում նաև Վարդան Ղուկասյանի թիմի հետ։ 3 իշխանականներից ցերտին ասել են Ղուկասյանի թիմից 2 հոգու նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել, իսկ եթե հոժարակամ ՔՊ-ի կողմը չանցնեն, հնարավոր է ձերբակալությունների միջոցով իշխանազավթում իրականացնեն, թե ովքեր են թիրախները անուններ չեն տվել։ 3 հայտնի դարձավ, որ Գյումրիում իշխանազավթման մեկնարկը ՔՊ-ի կողմից տրված է։ Մարտուն Գրիգորյանի ղեկավարած Մեր քաղաքադաշինքի ավականու անդամ Կարեն Բադալյանը ապրիլի 21-ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել քաղաքապետին։ Վերջինս էլ արձանագրություն է կազմել ուղարկել ընտրատարածքային հանձնաժողով, բայց 2 օր անց Բադալյանը նոր դիմում է ներկայացրել, որով խնդրել է անտեսել իր դիմումը, նշել, որ ցանկանում է պաշտոնավարել որպես ավականու անդամ, ուզում է դուրս գալ Մեր քաղաքախմբակցությունից։ Մարտուն Գրիգորյանը կասկածներ ունի, որ իշխանությունն ազդել է թիմակցի վրա ու փորձում է զավթել Գյումրին։ Իշխանությանը 3 ձայն է պակասում, որ փոխի ձայների հարաբերակցությունը հօգուտ իրեն։ Այժմ 14 մանդատ ունեն ավականու 33 մանդատից։ Իրավունքը գրում է Ավինյան-Փաշինյան հարաբերությունները Նորքի թաղապետարանում տեղի ունեցածից հետո լարվել են։ Փաշինյանը դեպքից հետո զանգել է Ավինյանին հրահանգել ոչ մի դեպքում թաղապետի հետ կապված ինքնագլուխ որոշումներ չկայացնել։ Նրան դեռ պետք չէ կպնել Ավինյանն էլ, որ տրամադրված էր ազատվել թաղապետից, նեղսրտել է, մտերիմ շրջապատում դժգոհել, թե փաստորեն իր ենթակայության տակ աշխատողներին էլ է Փաշինյանը որոշում, թե երբ պետք է ժերթվա տալ։ Ժողովուրդն էլ գրում է լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից բռնությամբ դուրս անելու գործով մինչև օրս որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել քննչական կոմիտեից, թերթին ասել են, որ քրեական վարույթը նախաքննության փուլում է ու կարգավիճակով որևէ անձ չկա։ Թերթը նշում է լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից բռնությամբ դուրս անելու գործով 5 լրագրող տուժող է ճանաչվել, բայց մինչև հիմա փաստացի որևէ տեղաշարժ չկա։ Այս պահին նախաքննության շահերից ելնելով թերթը մանրամասներ չի հայտնում, բայց հետևում է կոմիտեի քննության ընթացքին, սպասելով պատասխանատու պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու գործընթացին։ Հրապարակն էլ գրում է ինքնավնասումով բանակից ազատված ՔՊԱ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը 3 միացավ լրագրողների դեմ արշավի մասնակիցներին ու ԱԺ-ամբիոնից մի սրտառուջ ելույթ ունեցավ, անդրադառնալով տարիներ առաջ թերթի գրած մի լուրին։ Թե իմ 3 տարեկան երեխայի վրա հոդված գրեցին, դա բարոյական է, թե անբարոյական։ Թերթը սակայն նկատում է հրապարակման գլխավոր հերոսը ոչ թե նրա 3 տարեկան դուստրն էր, այլ հենց ինքը պատգամավորը, նրա կերպարն էինք ընդամենը բացահայտել, գրելով, որ ՔՊԱ-ական պատգամավորը 2018 թվականին ծնված իր աղջկա անունը դրել էր Սմայլիկ, թե այդ լուրի ինչն էր անբարո ու որտեղ էր տեսել ընտանիք մտնելու փաստը, իր աղջկան Սմայլիկ անվանած պատգամավորը իր ելույթը լսողներին բնականաբար չբացատրեց։